Կիրակի մարտի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցավ համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը չկարողացավ ներկա գտնվել հոգևոր եղբոր վերջին հրաժեշտին։ Չնայած վրաց ուղղափառ եկեղեցուց ստացված պաշտոնական հրավերին, Հայաստանի Հանրապետության քննչական մարմինները մերժել էին վեհափառ հայրապետի փաստաբանների միջնորդությունը թույլ տալ ամենայն հայոց կաթողիկոսին մի քանի օրով մեկնել Վրաստան։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ մոտ 1 ամիս առաջ։ Մեղադրանքը առաջադրվել է կարգալույծ եպիսկոպոս Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հիմքով։ Հենց այս քրեական վարույթի շրջանակում կիրառված խափանման միջոցն է արգելում հայ եկեղեցու գահակալին հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Ավելի վաղ բազմաթիվ փաստաբաններ ու իրավաբաններ հայտարարել էին, որ ամենայն հայոց հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ վարույթն ու մեղադրանքները ինքնին հակաիրավական են։ Սահմանադրական կարգի համաձայն պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին և մայրաթոռը իրավասու է եկեղեցական պաշտոնից ազատ արձակել կամ կարգալույծ հռչակել եկեղեցականին։ Փաստաբան Արա Զոհրաբյանը, ստանալով քննիչի մերժման որոշումը, այն որակել է որպես ակնհայտ անօրինական որոշում, որը ոչ միայն ոտնահարում է հոգևոր առաջնորդի իրավունքները, այլև մեծ հարված հասցնում Հայաստանի միջազգային վարկանիշին։ Փաստաբան Արա Զոհրաբյանի Նյուզեեմին տված հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։ Անկեղծ ասած, ես մտածում եի, որ քննչական մարմինը չի գնա այս կարգի մանրախնդիր քայլի, որովհետև այս գործողությամբ փաստորեն իրենք նաև Հայաստանի միջազգային վարկանիշն են կասկածի տակ դնում։ Ընդ որում այդ մեղադրանքը ի սկզբանե արդեն ակնհայտ ապօրինի էր եւ շինծու, ել չեմ ասում, որ այն մեղադրանքը, որը ներկայացված է վեհափառ հայրապետին, նույնիսկ եթե հաստատվի այդպիսի արարք է կատարվել, ապա դրա համար ազատազրկում պատիժ չի կարող կիրառվել։ Այսինքն ակնհայտ է, որ այս պարագայում ընդհանրապես խափանման միջոց կիրառելը անտրամաբանական էր, որովհետև խափանման միջոց կիրառում են, եթե կա մտավախություն, որ կարող է մեղադրյալը փախուստի դիմել։ Հիմա ինչպես կարող անձը փախուստի դիմել, եթե իմանալու է, որ իր նկատմամբ ամենավատագույն դեպքում էլ չի կարող ազատազրկում կիրառվել, այդ չեմ ասում, որ այստեղ մենք գործ ունենք վեհափառ հայրապետի անձի հետ, ով իր նաև օրինակով ցույց տվեց, որ փախուստի դիմող անձ չէ։ Նա ամբողջ հայ ազգի հոգևոր հովիվն է եւ բնականաբար իր օրինակով ցույց է տվել իր վերաբերմունքը եւ իր քաջությունը։ Այս մյուս կողմից, եթե թույլատրեին էլ, այստեղ կարելի է տարընթերցումների առիթ կարող էր տալ այս որոշումը, որ իշխանությունները փաստորեն թույլ տվեցին, այսինքն նրան ընդունում են որպես կաթողիկոս եւ թույլ են տալիս, այո, կամ զիջումների են գնում։ Երկակի կարելի է մեկնաբանել։ Տեսեք, օրինակ մեղադրյալ ներգրաված եպիսկոպոսներից մեկին Վահան Սրբազանին թույլատրեցին, որպեսզի գնա ԱՄՆ եւ բուժում ստանա։ Այսինքն այդ որոշումը կայացրեցին, վերացվեց եւ նա մեկնեց բուժում ստանալու։ Այս գործով որպես անձ են, այսինքն որպես պացիենտի են երևի թույլատրել։ Այս դեպքում շատ կոնկրետ վերաբերմունք կար այդ։ Բոլոր դեպքերում ասեմ, սա իրականում խայտարակ վերաբերմունք է, ուղղված ամենայն հայոց հայրապետի նկատմամբ եւ մեր հայ ազգի նկատմամբ։ Սա ուղղակի անկեղծած չեմ կարողանում սուր խոսքերից խուսափելով ինչ-որ բան պատասխանել։ Իդեպ երեք ազգային ժողովում ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը կաթողիկոսի մասին արտահայտվելիս նրան դիմեց կտրիչ ներսիսյան ձևակերպմամբ, ինչը փաստորեն նիկոլական քարոզչամիջոցի թեզերից է համարվում։ Սա ոնց է գնահատում, որտեղ ԱԱԾ-ն ըստ երևույթին դե յուրե համարվում է անկախ մարմին եւ փաստորեն իրենք քաղաքական գիծ են տանում։ Շատ վատ են վերաբերվում, ԱԱԾ ղեկավարը դա ոչ թե վարչապետի անձնական անվտանգություն ապահովող պաշտոնատար անձն է, այլ նա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգություն ապահովող պաշտոնատար անձն է եւ մի բան էլ ասեմ, օրինակ վեհափառ հայրապետի աշխարհիկ անունը Գարեգին Բ. Ներսիսյան։ Այդպես է, անձնագրով դուք չեք կարողանա կտրիչ Ներսիսյան անով անց գտնել։ Գարեգին Բ. Ներսիսյան։ Հետևաբար, եթե ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ով ի պաշտոն է եւ իրավաբանորեն պարտավոր է այդ պարզ իրողությունը գիտակցել, նա չէր կարող այլ կերպ դիմել վեհափառ հայրապետին եւ ակնհայտ է նա դա անում է ուղղակի արհամարանք ցուցաբերելով։ Անձնագրում ինչպես է նշված։ Գարեգին Բ. Ներսիսյան։ Այնպես։ Այո, այո։
Վեհապար Հայրապետի աշխարհիկ անունը անձնագրում նշված է Գարեգին Վ. Կտրիչ Ներսիսյան։ անվանումը որտեղից է։ Դա եղել է Վեհապար Հայրապետի նախկին Ծննդյան։ անունը, այո, նախկին անունն եղել, որը փոխվել է հայաստանյան օրենքների համապատասխան եւ այսօր Վեհապար Հայրապետի աշխարհիկ ավազանի անունը Գարեգին Վ. Ներսիսյանն է։ Հետևաբար այսօր եւ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԱՑ ղեկավարը եւ մյուս պաշտոնատար անձինք, երբ որ Կտրիչ Ներսիսյանով են դիմում, նրանք դա զուտ անում են իբրև փորձում են դուրս դնել Վեհապար Հայրապետի հոգեվոր կարգավիճակ, այսինքն իբրև փորձում են վիրավորական հիմնագույն տալ այս ամեն ինչին, բայց առնվազն պետք է դիմեն ավազանի անունով, որը այս պահին Գարեգին Վ. Ներսիսյանն է։ Պարոն Զոհրաբյան, իսկ մենակ կաթողիկոսի վերաբերյալ միջնորդությունն է մերժվել, եթե չեմ սխալվում, Նաթան Սրբազանի վերաբերյալ եւս նման Այո, միջնորդություն։ միջնորդության մեջ նաև անդրադարձել ենք Նաթան Սրբազանին, այո, մերժվել է նաև այդ մասով։ Վեհապար Հայրապետի եւ Նաթան Սրբազանի մասով մերժվել է։ Նաթան Սրբազանի հետ կապված եւս այդ նույն մտավախությունը ունեն, ինչ որ Ըստ էության այդ մտավախությունը վերաբերում է երկու բացառիկ հոգեվորականներին։